Անուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն։ Անցնող չորեք շաբթի օր մենք խոսեցանք Նիգյո մեջ տեղի ունեցող ժողովի մասին, որուն ասինք, որ այն ժողովն էր, որու մեջ 318 հայրապետներ աշխարհի դարբեր շրջաններեն ներառյալ հայոց աշխարհի ներկայացուցիչը Գրիգոր Լուսավորիչի որդին եւ հաջորդը Արիստագես հայրապետը գնաց այդ ժողովին 325 թվականին, որբեսի վերջ տան այդ ժամանակներու դիրող սխալ վարդապետություններուն, Արիոսի վարդապետություններուն, որ գկարոզեր, որ Հիսուս Քրիստոս հավիտենական չէ, այլ մեզի պես ստեղծված է։ Եվ ասինք, որ այդ հայրապետները քովի գալով ավետարանին ոգի են, ավետարանին մեջ են գազմեցին այն հավատամքը, որ մենք ամեն գիրագի գգրտնենք սուրբ եւ ամա բադարակի ընթացքին։ Սակայն հավատամքը, որ 325 թվականին գազմվեցավ, առաջին հավատամքը չէր։ Օրինակի համար Առաջին Կորինթացիներու նամակին մեջ 15-րդ գլխում մեջ գանտիբինք հավատամքի մը։ Նայեցեք հոն Բողոս Արաքյալ ինչ կգրե։ Ես ցեզի փոխանցեցի այն հավատքը, որ նախ ես ընդունեցի։ Այն, որ Քրիստոս մեր մեղքերուն համար մեռավ, ինչպես Սուրբ Գիրքերը գսեին, թաղվեցավ եւ երրորդ օրը հարություն արավ, դարձյալ Սուրբ Գիրքերուն համաձայն ու երևցավ Պետրոսին եւ ապա 11 առաքյալներուն։ Ահա վասիկ կտեսնեք, որ Բողոս Արաքյալ իր թուղթին մեջ հավատամք մը գարդահայտ է, հավատք մը գարդահայտ է, բայց շատ բարձ դողերու մեջ գսե ցեզի կփոխանցեմ, որ այնինչ որ ես կհավատամ, որ Հիսուս մեռավ, խաչվեցավ, հարություն արավ եւ իր աշակերտներուն երևցավ։ Սակայն ասկեզատ հաջորդող ժամանակներուն, օրինակ երկրորդ դարուն, մեզի հասած վկայություններեն գիտենք, որ Հռոմի մեջ ալգար շատ գարջ հավատամքը, որ նորաթարց քրիստոնյաները կամ բոլոր անոնք, որոնք պիտի մգրդվեին, բարդավոր էին այդ հավատամքը կոց ըսել։ Իսկ եթե մգրդվողը փոքր էր, ինչպես որ մենք սովորություն ունենք եկեղեցիի մեջ, այդ հավատամքը փոքրիկին փոխարեն գարդասանեին իր ծնողքը։ Այդ նույն հավատամքն է, որ այսօր մենք, որ քիչ մը առաքյալները ավելի հստակացուցած են, ամեն մգրդության ժամանակ կգրտնենք եւ գսենք, կհավատանք ամենասուրբ երրորդության Հորը, Որդիին եւ Սուրբ Հոգիին, կհավատանք Գաբրիելի ցերկով ավետումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեկորյա թաղումին, հարության, աստվածապես համբարնալուն եւ հոր աջ կողմը նստելուն եւ ահեղ եւ փարավոր երկրորդ քալուստին գնդունինք եւ կհավատանք։ Ուրեմն ահա վասիկ տեսակ մինչև Նիգյո ժողովը ուրիշ հավատամքներ, որոնք սակայն աստվածաբանական գետերու մասին չեն խոսիր։ Չեն ասեր, որ Քրիստոս էյագից է հոր, չեն ասեր լույս է Քրիստոս լույսեն, չեն ասեր, որ Աստված է ստեղծիչը ամեն բանի երկնքին եւ երկնքին, եւ ինչու չեն ասեր, որովհետեւ այն ժամանակ դակավին չգային գերձ վարդապետություններ, չգային սուտ ուսուցումներ, բայց եւ որ 5-րդ դարուն ներողություն 4-րդ դարուն Նիգյո ժողովեն առաջ սկսան սխալ վարդապետությունները եկեղեցին որոշում արավ այս սխալ ուսուցումներուն թեմ տնելու հավատքի հանքանակը գազմելու համար։ Ուրեմն ինչ է հավատքի հանքանակը։ Հանքանակել բառը հավանաբար լսած եք, հանքանակել կնշանակի հավաքել։ Եվ որ դբրոցի համար տրամահավաք պիտի լա հանքանակել բառը կգործածենք, եկեղեցաշինության համար դրամ եթե պիտի հավաքվի հանքանակություն բառը կգործածենք։ Ուրեմն հավատքի հանքանակը ավետարանին մեջի ճշմարտությունները քովի բերելն է, միացնելն է եւ միասին մեկ դեղ տնելն է։
Անցյալ անգամ ասինք, որ այսօր մենք պիտի անդրադառնանք ինչու համար կարևոր է հավատամքը եւ գարջ գեդերու մեջ այսօր պիտի ցեզի հետ խորհրդածեմ ներողություն, որ ինչու համար կարևոր է հավատամքը, որովհետեւ հետ այսու երբ ամեն անգամ հավատամքը գարդասանեք եկեցվո Սուրբ Եվաման բادرակի ընթացքին դարբեր ասմունք եք եւ կարևորություն տակ այդ հավատամքի յուրաքանչյուր մեկ բարին Ուրեմն ասի, որ հավատամքը հավաքածոմն է ավետարանեն ճշմարտություններու։ Բայց հավատամքը միան իրարաս միավորող ճշմարտություններու գողքին այդ ճշմարտություններով նաև մեզի կմիացնե։ Այդ հավատամքին ջամփով մենք մեր պատկանելիությունը ցույց կտանք Քրիստոսի եւ իրար հանդեպ։ Երբ որ ես թուն բոլորս միասին նույն բանին կհավատանք կնշանակե, որ մենք նաև մեկ ենք եւ մեր խոսքով նաև մեր միությունը գարդահայտենք եւ իրականության մեջ ադիգա Հիսուս Քրիստոսի ուզածն է ինչ կսե Հիսուս Քրիստոս Հովաննու ավետարանի 15-րդ գլխում մեջ ծեր զիրար սիրելով է որ մարդիկ պիտի գիտնան թե դուք իմ աշակերտներս եք ուրեմն երբ մենք հավատամքը գսենք հավատամքի ճշմարտություններով մեր հավատքը կմիացնենք, նաև պետք է հիշենք, որ այդ բառերը նաև մեզ ալ կմիացնեն, մեզ կդարձնեն նույն Աստուծո ընտանիքի անդամները, նույն ճշմարտության հավատացող ընտանիքի անդամները։ Եվ Հիսուս Քրիստոսի ուզածը նորեն գտնեմ անե։ Ավետարաններու մեջ դերմը գանտիվինք Հիսուսի, որ գաղոթե եկեղեցին համար։ Եկեղեցին ալ մենք ենք։ Եվ ինչ գսե հայր քու ճշմարտության մեջ միացած բահե իրենց։ Հիսուս Քրիստոսի փափակն է, որ եկեղեցին միացած լա, եւ միության առաջին քայլը մեր հավատքին միությունն է։ Եվ երբ որ հիշենք, որ մենք նույն բանին կհավատանք, պետք է հիշենք, որ մենք նույն ընտանիքի անդամներն ենք։ Երկրորդ, հավատամքը կարևոր է, որովհետեւ հիշենք, որ քրիստոնեությունը միան հուզում եւ սկացում չէ։ Եվ ասի շատ կարևոր բան է։ Հուզվիլ եւ սկալ չէ միայն քրիստոնեությունը, այլ ճշմարտության հետ հանդիպում է։ Ինչու համար գսեմ, որովհետեւ այսօր շատ եկեղեցիներ կան թիմադեդրի էջերուն վրա, մեր կյանքին մեջ, YouTube-ի էջերուն մեջ, որոնք քեղեցիկ նվագներով եւ այլն մարդու սկացումներուն հետ կխաղան։ Եվ մեզ գդանին գարաչնորտեն իրենց կով, բայց մենք պետք է ուշադիր լանք եւ զգուշ լանք, որովհետեւ ճշմարտություն է քրիստոնեությունը եւ ոչ թե միայն ըսկացում։ Անոր համար պիտի չփնտրենք քրիստոնեությունը միան հուզումի եւ ըսկացումներու մեջ, այլ Աստուծո ճիշտ խոսքին մեջ։ Եվ մեր կյանքը ջիկ պետք է լա, որ մենք ճշմարտությունը բայենք։ Ովևէ մեկ եկեղեցի, ովևէ մեկ հավաք երբ դարբեր բան գխոսի ճշմարտութենեն կնշանակե որ մենք հոն դեղ պետք չէ ունենանք եւ հաջորդ գեդադոր մասին է հավատամքը այսօր մեզի բոլորիս ամուր վահան է հանդիպած եմ անցնող դարիներուն ընթացքին քեղեցիկ պատրաստված թղթիկիմա որ մարդիկ կբաժնեին դուներու եւ մեր եկեցու հավատացյալներն մեկը մեծ ուրախությամբ այդ թղթիկը արած էր, որովհետև Աստուծո մասին կխոսվեր։ Յետևը վերջին հարցումը գրված էր. ինչպես Քրիստոս Աստուծո որդի է։ Եվ պատասխանը հետևյալը գսեր. քավ լիցի, որ Քրիստոս Աստուծո որդի լա եւ Աստվածը լա։ Եթե մենք հավատամքը գիտնանք սիրելիներ, կհիշենք, որ Քրիստոս Աստված է։ Եթե մենք հավատամքը գիտնանք, չենք ընդունիր մեգումը արդահայտություններուն, որոնք կհրճագեն, որ Քրիստոս Աստված չէ։ Արդյոք լուր ունեիք դուք այսօր, որ եկեղեցի մը գա Church of Christ անունով, որոնք Քրիստոսի չեն հավատար որպես Աստված, այլ իրեն կընդունին որպես մարդ։ Բայց իր անունը ինչ է Church of Christ, երբ լսենք այդ մասին, գզմայլինք, եւ եթե չգտնանք մեր հավատամքը, չգիտնանք մեր ունեցած ճշմարտությունները, կխապվենք եւ կդարվենք հերու ճշմարտություններն
Եվ այսօր մեր կյանքի մեջ շատ են աղանդները։ Շատ են աղանդները, որոնք գխոսին, որ կյանքեն վերջ հավիտենականություն չի գա։ Շատ են այսօր աղանդները, որ քեզի գսեն, եկուր քեզի մեկ ադամը գրդենք, բայց երբ որ հավատամ կգիտնանք, գիհիշենք, որ մգրդությունը մեկ անգամ է, մգրդությունը մեկ է, եւ եթե հավատամքի ոգին գիտնանք, գիհիշենք, որ այդ հավատամքը մարդիկով կովիկալով չեն որոշած, հավատամքը ծնած է Աստվածաշունչեն, ավետարանեն, առաքյալներեն։ Եվ հաջորդ կետը ադե, հավատամքը կարևոր է, որովհետև Քրիստոս ինք այդ ամեն բաները մեզի փոխանցած է։ Հին գդագարանով, գրավոր ցևով, մարգարեներուն ջամփով եւ Փերանացի, որ վերջը իր խոսքերը գրի արած են առաքյալներով։ Ուրեմն ինչ որ ճշմարտություն կա հավատամքի մեջ, գուքա եւ գփխի Հիսուս Քրիստոսեն։ Ինչ որ մենք այսօր կգրտնենք ամեն գիրագի, առաքյալները, որ մեզի փոխանցած են, հայրաբետները քովի բերած են, այդ ամեն բաները Հիսուս ինք մեզի սորվեցուցած է։ Անոր համար ալ երբ որ ցեզի գսեն, ծեր եկեղեցին աբաշխարության չի հավատար, դուք չեք աբաշխարեր, բայց եթե գիտնաք, որ մեր հավատամքի մեջ գսվի իմի մգրդություն, աբաշխարություն, դուք գրնաք ասել, որ ոչ, մեր եկեղեցին աբաշխարություն ունի։ Նույնիսկ եթե ծեր հավատքին մասին խորունկ գիտելիքներ չունիք, բայց այդ մեկը կձակաշ մնե, ուղեկից մնե, որբեսի դուք ծեր կյանքին ընթացքին մերժեք ամեն աղանդ, ամեն ոչ ճշմարտություն, որ մեզ գերացնե ճշմարտութենեն, որ է Քրիստոսը։ Վերջապես սիրելիներ, այս գարջ խորհրդածության վերջավորության կարևոր է հիշեցնել, որ հավատամքը միայն բերանով կամ մտքի խոստովանություն չէ, այլ հավատամքը կյանք է եւ կյանքի ճանապարհ է։ Եվ երբ որ մենք հավատամքին ջամփով, հավատքով հրճագենք Աստուծո առաջակորձությունը, Աստուծո մարդուն համար փրկագործությունը եւ Աստուծո առաջնորդությունը մարդուն, մեր կյանքը ինչ կլա, նվիրված կլա Աստուծո եւ անոր ճշմարտությունով լեցուն կլանք։ Թող Տերը օրհնե ցեզի, ձեր աղոթներում մեջ զորացնե եւ ցեզ հաստատ բահե ձեր հավատքին ճշմարտության լույսին մեջ։